Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները փակ ուղի են մտել։ Ըստ նրա, պարզապես ադրբեջանական կողմի համար անսպասելի է եղել փաստը, որ հայկական կողմն ընդունել է պայմանագրի բոլոր կետերն ու պատրաստ է այն ստորագրել։ Հայկական ժամանակի այն հարցին, որ ընդդիմության կարծիքով խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջումների մասին է, Սիմոնյանն արձագանքել է։ Առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով հիմնավորել։ Դիտարկմանը, թե օրինակ պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարում է, որ թեև խաղաղության տեքստը չի հրապարակվել, բայց պարզ է, որ դա կապիտուլյացիա է, ազգային ժողովի նախագահը արձագանքել է։ Թե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմի Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել է, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Անդրադառնալով Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, որ դա ոչ թե պայմանագիր է, այլ համաձայնագիր եւ որ պարտադիր կատարման իրավական ուժ չունի, Սիմոնյանն ասել է. Լևոն Քոչարյան թող գնա իր գիտելիքները մի քիչ բանանի, ինչ նշանակում պայմանագիր չէ, համաձայնագիր է։ Թարմացի պայմանագիր է։ Ինչն է դրա խնդիրը։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ ինչ տարբերություն դրանց մեջ։ Ով ասում։ Ես ձեզ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում։ Որևիցե տարբերություն չկա, դա լեքսիկոնի ոճաբանությունը, որևիցե մեկի պարագայում պարտադիր եւ ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վենայում, եթե չեմ սխալվում, կոնվենցիա կա, եթե պետք է նույնիսկ կարող եմ ձեզ տրամադրել, այսինքն այդքան վստահ եմ, կարող եմ ձեզ տրամադրել, իրավական առումով նման բան չկա, հիմա որ ինքը ասում է մեկ պայմանագիր է մեծ համաձայն է, այո, տեսել եմ, պայմանագիր է գրած, բայց ասենք համաձայնագիր նշանակում, չէ, ախր մի րոպե, դրա մեջ տարբերություն չկա, անկեղծ ասած չեմ հիշում, կարևորը երկու հիմնական բանն է, իրավական կարևորությունը, այսինքն ինքը իրավական առումով ոչ ստորադաս է, ոչ վերադաս է, մեկը մյուսից տարբերություն չկա եւ երկրորդը դրանից բովանդակությունը չի փոխվում։ Հարցին, թե երբ են ադրբեջանցի զինվորականները դուրս գալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, Սիմոնյանը պատասխանել է, որ դրա ուղղությամբ ամենակարճ ճանապարհը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է խաղաղության պայմանագիրը։ Դիտարկմանը, թե Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է զինվելու եւ ըստ այդմ խաղաղությանը պատրաստ չլինելու համար, Սիմոնյանը ընդգծել է. Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պայդրությամբ չունենք։ Անդրադառնալով պնդումներին, թե պարտադիր է երրորդ կողմի կամ միջնորդի առկայությունը եւ թե օրվա իշխանությունը արդյոք հնարավոր համարում է վերադարձը երակողմ ձևաչափին ռուսական միջնորդությանը, Սիմոնյանն արձագանքել է. Չէ, դες բան չի քննարկվում։ Այս բան մենք չենք քննարկում ու չենք խոսած այդ։ Չգիտեմ, որտեղից եկեք։ Ես անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելու թե դրական, թե բացասական առումով դադարեցրեք։ Փակեք այդ թեման։ Ազգային ժողովի խոսնակի համոզմամբ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն այնքան ուժ, որ տնօրինեն իրենց ճակատագիրը։